Ուրեմն այսօր Հայաստանի Հանրապետության դատարանը պետք է որոշի, թե ինչ պատիժ է սահմանելու Միքայել arczepiskopos Աջապահյանի նկատմամբ։ Արդեն մեղավոր ճանաչել է, այսօր պիտի պատիժը հայտարարի Հայաստանի Հանրապետության արտարադատության հետ կապ չունեցող բացարձակապես արտարադատության հետ հակոտնյա դատարանը։ Ուրեմն ես ուզում եմ ուղղակի հիշեցնել ձեզ, հարգելի բարեկամներ, Միքայել arczepiskoposի խնդրող առարկա խոսքը ինչի մասին է եղել, երբ է եղել, ում ներկայությամբ է եղել։ Ուրեմն 2024 թվականի սկիզբն էր, հանրապետական, մերձ հանրապետական մի քանի լակոտ լուկուտներ հրապարակային արշավ էին սկսել Ռուբիկ Հակոբյանի նկատմամբ։ Երեկոյան ժամ էր, զանգեցի պարոն Հակոբյանին, որպեսզի իմ սոլիդարությունը հայտնեմ։ Շատ ուրախացավ պարոն Հակոբյանը եւ նաեւ ասաց, որ անպայման ուզում է գալ Գյումրի հանդիպելու քննարկում անցկացնելու եւ շատ կուզենար, որ այդ քննարկմանը ներկա լիներ նաեւ ինքը հանդիպեր Միքայել arczepiskoposի հետ եւ այդպես կազմակերպվեց տվյալ հանդիպումը, որտեղ Ռուբիկ Հակոբյանն էր ներկա, որտեղ Թաթուլ Պետրոսյանն էր ներկա, Գյումրիից մարդիկ կային ներկա, ես էի ներկա, Դավթյան Արթուրն էր, Վալերն Խաչատրյան, այդ հանդիպան մեծ մասը նկարահանվել է գալայի լրագրողի կողմից եւ հեռարձակվել է։ Միքայել arczepiskoposը խոսեց ինձանից հետո, ամենավերջում։ Ես ասացի, որ այս իշխանությունները, ներկա իշխանությունները կապ ունեն նախկին իշխանությունների հետ, պես բացատրում էի, թե ինչու եմ այդպես մտածում եւ այլն, եւ Միքայել arczepiskoposի խոսքի հղում ես անպայման կընտրեմ այս վիդեոյի տեսանյութի մեկնաբանություններում, ես հիմա հիշելով եմ ասում, ամբողջ խոսքը տեսանկարահանվել է, ելի եմ ասում, այդ տեսանկարահանված խոսքի մի մասը տեղադրվել է համացանցում։ Ուրեմն Միքայել arczepiskoposը խոսեց մեր բարոյական անկման մասին, նա ասաց, որ ասում էր, որ Արցախը անվերադարձ կորսված է, բայց իր խոսքը կառուցում էր այնպես, որ այդ անվերադարձ կորսված լինելով հանդերձ էլի դեռ մնում են որոշակի շանսեր, որոշակի հույսեր։ Եվ այդ շանսերը բարձրացնելու համար մենք պետք է դուրս գանք բարոյական այն անկումից, ես մոտավորապես եմ հիշում, որի մեջ գտնվում ենք։ Եվ նաև սկսեց խոսել մեր ներքին քաղաքական խնդիրների մասին, ասելով, որ Հայաստանի Հանրապետությունում, ինչպես ցանկացած պետությունում, ցանկացած երկրում իշխանափոխության 3 հնարավոր տարբերակներ կան, ասում է ընտրությունների միջոցով, հեղափոխության միջոցով եւ հեղաշրջման միջոցով, ասում է մեզ մոտ ոչ ընտրությունների միջոցով է հնարավոր իշխանափոխություն, ոչ հեղաշրջման, ոչ հեղափոխության եւ ոչ էլ հեղաշրջման։ Եվ այդ երրորդ տարբերակն ասելուց ինչ որ բաներ է պատմում նախկինում, post factum իր արված հայտարարությունից, իր խոսակցություններից, ասելով, որ ինչ որ ժամանակ առաջ Ռոբերտ Քոչարյանին ասել է դու չունես, քեզ հավատարիմ զինվորականներ, որպեսզի ինքը ասում է, որ ասել է, որպեսզի երկիրը փրկեն։ Եվ հետո ասում է, նաև Սերժին եմ ասել,
Դու չունես, ասում է, սաղ կյանքը բարձր պաշտոններ է զբաղեցրել, էլ աշխատակազմի ղեկավար, վարչապետ, ներքին գործերի նախարար, ազգային անվտանգության ծառայության պետ եւ այլն, շարունակում է, հələ ես է կողքից ասում եմ շախմատի ֆեդերացիայի նախագահ, հա, այդպես ծիծաղում եք։ Ասում է, դու չունես, չես ունեցել, պատմում է, որ ասել է։ Հետևապես, ասում է, եթե տեղի չի ունեցել, սա ինչի մասին է խոսում եւ ձերքով ցույց է տալիս ինձ, հետևապես ուզում է ասել, ճիշտ է ասում, որ այս մարդիկ գործում են միասին։ Դա է Միքայել arczepiskopos-ի խոսքի իմաստը, թիրախը։ Եվ ահա այս խոսքի վրա, այս խոսքը տվյալ անձինք իրավապահ համակարգի ներկայացուցիչները, ես պիտի ասեմ, որ այս խոսքից անմիջապես հետո Միքայել arczepiskopos-ի վրա հարձակվեցին էլի հանրապետական լակոտ լուկուտներ։ Դուք պատկերացնում եք Միքայել arczepiskopos-ի խոսքի համար հանրապետականները էլի այդ խոսքի համար, այդ վիդեոյի համար արշավ սկսեցին, ասում է որոշ ժամանակ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը քրեական գործ է հարուցում։ Զգում եք այս մարդկանց օրգանական կապը, հարգելի բարեկամներ, օրգանական կապը։ Հիմա այս խոսքի մեջ Նիկոլ Փաշինյանը տեսել է, Նիկոլ Փաշինյանի տերերը տեսել են հեղաշրջման կոչ։ Ու զարմանալին գիտեք որն է, որ որևէ մեկը չի հարցաքննվել։ Այդ օրը ներկա որևէ մեկը չի հարցաքննվել, թե օրինակ ինձ հարցնեին, թե դու այդ օրը ներկա ես եղել։ Դու ընկալել ես Միքայել arczepiskopos-ի խոսքը որպես հեղաշրջման կոչ։ Թե չես ընկալել։ Ես ոչ պետք է գնայի փաստերը խեղաթյուրելով, չէ՞ որ ամեն ինչը տեսա նկարահանվել է։ Ես ոչ պետք է գնայի փաստերը խեղաթյուրել եւ պաշտպանել Միքայել arczepiskopos-ին։ Ես պիտի գնայի ճիշտը ասեի։ Ես պիտի գնայի ասեի այն, ինչ հիմա եմ ասում։ Որ այդ խոսքը կարելի է կապել ամեն բանի հետ եւ միայն վերջում հեղաշրջման կոչի հետ։ Այդ խոսքը ամեն ինչի հետ կարելի է կապել, բայց ոչ հեղաշրջման կոչի հետ։ Բայց Նիկոլ Փաշինյանի տերերը գտել են, ես այդ ձևակերպումը չեմ սիրում, գցել, բռնել են, որ այնուամենայնիվ Միքայել arczepiskopos-ը հեղաշրջման կոչ է արել։ Հետագայում մի քանի ամիս անց, թե մի տարի անց նիկոլականները հիշեցին այդ հարցազրույցը, ինչ որ լրագրող գնաց Միքայել arczepiskopos-ին, ասեց դուք այսպիսի բան եք ասել, ինքն է ասեց ասել եմ, ճիշտ եմ ասել, եւ հարուցվեց քրեական գործ, ձերբակալվեց։ Փաշինյան Նիկոլ, եթե Միքայել arczepiskopos-ը հեղաշրջման կոչի համար պիտի ձերբակալվի, 2021 թվականի փետրվարին գեներալները պահանջում էին քո հրաժարականը։ Այդ գեներալների մեջ էր այն պատիվ չունեցողը, ով հիմա զինված ուժերի գլխավոր շտաբի պետն է։ Եթե Միքայել arczepiskopos-ը պիտի ձերբակալվի հեղաշրջման քո սարկած այդ կարած մեղադրանքով, հիմա հարց եմ քեզ տալիս։ Էդուարդ Ասրյանին ապա ինչ պիտի անեն։ Եթե Միքայել arczepiskopos-ին պետք է ձերբակալել, Բուդաղյան Արտակին ինչ պետք է անեն։ Եվ այս ցանկը կարելի երկար շարունակել։ Ընդհանրապես պետությունների մեջ, հարգելի բարեկամներ, եթե ներքին հարցերը լուծվում է այսպես, այսինքն անարդար, անարժան, հանցագործ, սրիկա, պետությունը կեղեքած, մարդասպան տականքները ազատման են գալիս։ Եվ արդար մարդիկ ընկնում են արդարադատության, այսպես կոչված արդարադատության անիվի տակ, ուրեմն այդ պետությունը
այդ պետությունը ուղղակի գոյություն ունենալու իրավունք չունի, այդ պետությունն իր գոյությամբ չարիք է, թե տարածաշրջանային, եթե մասշտաբները մեծ են եւ նաեւ համաշխարհային։ Հիմա Հայաստանի Հանրապետությունը այդպիսին է, այստեղ մարտասպան տականքները, երկիրը կեղեքած միլիարդատեր վիժվածները, ասած ման են գալիս, արդար մարդիկ ընկնում են այսպիսի իրավիճակների մեջ։ Սա հակամարտկային, հակաքաղաքակրթական, հակաքրիստոնեական կազմակերպություն է, որը կարելի է կոչել բոզանոց։ Այսինքն այս պետությունում ձևավորված են մորալ օրենքների զուրկ հարաբերություններ, այն ձևավորել են իշխանական ամորալ դեբիլները, որոնք նաև ունեն իրենց հավատավոր զանգվածները։ Այսպիսի պետությունը գոյություն ունենալու Փաշինյան Նիկոլ բացարձակապես իրավունք չունի, բացարձակապես ես չեմ ակնկալում, որ քո դատավորը այսօր ինչ որ մեղմ պատիժ է սահմանելու։ Ես չեմ ակնկալում, ակնկալել քեզանից այդպիսի բան, դա նշանակում է մի տոպրակ փող դնել Ղումարբազի դեմը եւ ակնկալել այն ավարտված Ղումարբազի դեմը, ակնկալել, որ ինքը այդ օրը չի խաղալու։ Նաիվություն է, իմիջիալոց այս թեմային անդրադարձա, այս հարցին անդրադարձա, թեմայից դուրս մի բան ասեմ։ Սարգսյան Հայկ, Ալեն Սիմոնյանի հետ խնդիր ունես։ Ներկայացնում ես, որ Ալեն Սիմոնյանը լոբինգ է անում ինչ որ կազմակերպության, բուկմեկերական կազմակերպությունների շահերը։ Միջազգային բարձր վարկանիշ ունեցող բոլոր բուկմեկերական ընկերությունների գործունեությունը, օնլայն գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում արգելված է։ Pinnacle, Sbobet, Bet365 եւ այլն։ 5 Times, բոլորը Վիկտոր Չենդլեր։ Իհարկե խաղալը վատ է։ Խաղադրույք անելը վատ է, բայց եթե հայկական կազմակերպությունում ես խաղում եւ խաղադրույք ես դնում մի խաղի վրա, որի ելքերի հավանականությունը 1/2 է, ասենք միջազգային կազմակերպությունում դու $100 դեպքում շահում ես 96, 97։ Հայկական կազմակերպություններում 80, 82 մտնում են հայերը ինչպես միշտ արանքը։ Հիմա այդ կազմակերպությունների գործունեությունը Հայաստանում արգելված է։ Հիմա ես հարց եմ ուզում քեզ տալ։ Դու ուզում ես ասել Սարգսյան Հայկ, ճշմարտության համար ես պայքարում, որ Վիվարո կազմակերպությունը մի կլոր գումար, շատ կլոր, մի քանի միլիոն $, դու ուզում ես ասես այդ որոշման համար չի տվել իշխանական մանկլավիկների, հա։ Հիմա կասես հենց դրա համար էլ պայքարում եմ։ Հիմա ուրիշ հարց եմ քեզ տալիս Սարգսյան Հայկ։ Դու ուզում ես ասել, որ Փաշինյան Նիկոլը տեղյակ չէ այդ գործարքից։ Դու ուզում ես ասել, որ այդ միջազգային կազմակերպությունների գործունեությունը, օնլայն գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում արգելվել է առանց Նիկոլ Փաշինյանի որոշումների, առանց Նիկոլ Փաշինյանի բլատի, որ Նիկոլը այդտեղ ոչ մի հետաքրքրություն չի ունեցել, բան չես ընկել միայն Ալեն Սիմոնյանի հետևից, Սարգսյան Հայկ, ու չես տալիս Նիկոլ Փաշինյանի անունը։ Եկա տղա ես, այսքան ողբերգություն է եղել, այս կապիկությունը ինչի մասին, բայց այս տեսանյութը քո մասին չէր, ես ուղղակի անդրադարձա, այսինքն այսօր հարգելի բարեկամներ, ակնկալել, որ Նիկոլ Փաշինյանի դատարանը մեղմ ինչ-որ պատժատեսակ է կիրառելու, նշանակում է ակնկալել, որ ավարտված սրիկան իր կատարած գործողությունների համար պիտի ներողություն խնդրի, Ղումարբազը պիտի խաղադրույք չիրականացնի, ջեբկիրը պիտի դադարեցնի մարդկանց գրպանները մտնելը։ Դա կարող է ակնկալել միայն ամենանաիվ մարդը։ Փաշինյան Նիկոլ խայտարակվի միջև վերջ։
Այսօր քո դատարանի կայացրած վճռով դու եւ քո տերը այն համակարգը, որը դու ներկայացրել ես, դու ներկայացրել ես ոչ թե Հայաստանի Հանրապետության քաղաքական համակարգը, դու ոչ թե քաղաքական համակարգի դեմքն ես, այլ դու ազգային անվտանգության ծառայության դեմքն ես, դու եւս մեկ անգամ խայտարակելու ես այն բյուրոկրատական կեղտոտ համակարգը, որը տարիներ շարունակ այս օրն է գցել այս խեղճ ու կրակ ժողովրդին։ Դու եւս մեկ անգամ խայտարակելու ես ազգային անվտանգության ծառայությունը։ Ով չգիտի Հայաստանի Հանրապետությունում, որ դատարանները ուղիղ գտնվում են նախկինում նախագահի աշխատակազմի գիծ ազգային անվտանգության ծառայության, ներկայումս վարչապետի աշխատակազմի գիծ ազգային անվտանգության ծառայության ուղիղ ենթակայության տակ ով չգիտի Փաշինյան Նիկոլ։ Եվ դու այսօր եւս մեկ անգամ հաստատելու ես այդ ողջ համակարգի հակամարտկային, հակաքրիստոնեական բնույթը։ Իհարկե դուք անում եք ու ասում եք, տես այս հանցագործությունը արեցինք, չպատժվեցինք, սա էլ արեցինք, էլի չպատժվեցինք, ես ինչ լավ է։ Բայց մի օր դուք պատժվելու եք, մի օր դուք կանգնելու եք դատարանի, մի օր դուք կանգնելու եք դատաստանի առաջ։ Տա Աստված, որ հայի ձեռքով լինի այդ ամենը, որ հայը կանգնեցնի ձեզ, աստվածային մարդ պիտի լինի նա, այդ ինչ մարդ պիտի լինի, որ ձեզ կանգնեցնի, եթե այդպիսի մեկը չգտնվեց, այսինքն այդպիսի մեկին դուք խեղդեցիք, այդ օրը կմոտեցնի, այդ օրը կբերի օտարը, և թող օրհնվի այն օրը Փաշինյան Նիկոլ և Փաշինյան Նիկոլի տերեր, թող օրհնվի այն օրը, երբ հայ ազգը կազատվի ձեզանից, ես ձեր տիրոջ մերը, ոչ մի սուլթան այդպես չէր նվաստացրել, այդպես չէր մոլորեցրել, այդքան չէր խաբել հայ ժողովրդին, ինչպես որ արեցիք դուք։ Ես ձեր տիրոջ մերը